Նիկոլը լիբերալ ֆաշիստ է եւ փոքրիկ այսպես ասած դիկտատոր, որը ունի, գիտեք, այսպես մարդիկ կան, չէ, որ տանը դրսում լրիվ չընտրլո են, եւ որ նրանց ծեծում են, եւ որ նրանց ծաղրում են, եւ որ նրանց հարվածում են, եւ այդ բոլոր կուտակված այդ ամեն ինչի արդյունքում կուտակված նենգությունը իրանք փորձում են դուրս բերել տանը հարձակվելով տան անդամների վրա։ Հիմա Նիկոլը նույնն է, երբ որ այս մարդուն Ադրբեջանի բռնապետը ասում է հարբեցող ծաղրածու, ու ինքը խզիկի նման չի պատասխանում դրան, երբ որ Լուկաշենկոն նրան ծաղրում է, ու ինքը, ասենք, փորձում է այդ ծաղրանքի արդյունքում փչացնել հայ-բելարուսական հարաբերությունները, եւ որ նույնիսկ Տաջիկստանի նախագահն է ծաղրանքով նրա մասին խոսում Դուշանբեում, եւ ընդհանրապես հարգելի Ժաննա, նշեմ, որ աշխարհում երբևէ չի եղել կետ մեկ դեպք, լինի դա հին աշխարհում, լինի դա միջնադարում, նոր կամ նորագույն շրջանում, որ պարտված ղեկավարին ինչ որ դրսում հարգեն, չկա նման բան։ Այդ մարդը միշտ կապիտուլյացիայի հետ է ասոցացվում եւ մեխանիկորեն այդ նույնը, ասենք, մարդկային հարաբերություններում, եթե ինչ որ մեկին անընդհատ ծեծում են, անընդհատ նրան ստորացնում են, նվաստացնում են, ու ինքը չի արձագանքում, մեխանիկորեն դա մարդկային բնազդ է, նրա նկատմամբ հայկանքը, նրա նկատմամբ պատկառանքը արդեն մարդու մոտ զրոյանում է, եւ դու էլ ես ուզում նրան վերաբերել համահրանքով։ Նույնը կապիտուլյանտ Նիկոլն է, ասենք, ես շատ ուրախ կլինեի, որ Նիկոլը, ասենք, երբ որ Ալիևը նրան ասում է հարբեցող ծաղրածու, ինքը դառնալ ասել հարբեցող ծաղրածուն դու հերդ, բայց ոչ, ինքը ծպտուն չի հանում, եւ այդ նենգությունը, որը իր մեջ կուտակվում է, ինքն այդ թափում է ներքին, ուրեմն լսարանի վրա։ Բացի դրանից բերեք չմոռանանք, որ Նիկոլի անվան հետ, այն որ իր լրագրող եղած ժամանակ նրան ստորացրել են, ու ստորացրել են շատ դաժանորեն տարբեր քաղաքական գործիչներ, տնտեսվարող սուբյեկտներ, դա էլ է հետևանքներ թողել նրա վրա։ Եվ բերեք չմոռանանք, որ նույն լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան, որ առաջին իր ծեծը եւ ստորացում Նիկոլը կերել է հենց Գագիկ Ծառուկյանից, այդ Նիվայի վարվելը, նրան ստորացնելու ծեծելը հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ է կապված, եւ չի բացառվում, որ այս փոքրիկ նենգը, թուրքի դեմ կզած նենգը, հիմա փորձում է այսպիսի գործողություններով հրեշխնդիր լինել նաև Գագիկ Ծառուկյանի, չնայած ես նշեմ, որ ավելի շատ ինձ մոտ այլ տպավորություն է, որ իր սեփական նենգությունը նաև ինքը համալրում է դրսից եկած պատվերներով, որովհետև Գագիկ Ծառուկյանը հիմա այնպիսի գործողություններ է կազմակերպում կապված Հիսուս Քրիստոսի արձանի հետ, կապված Նոյան տապանի կառուցման հետ, որը բացարձակ չի բխում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, եւ չի բացառվում, որ այս հարցակումները Գագիկ Ծառուկյանի վրա նաեւ պայմանավորված են հենց այս հրահանգներով, որոնք ինքը ստանում է Անկարայից ու Բաքվից, բայց իհարկե այդ ամեն ինչի մեջ նաեւ իր չագեշտավորացած ռուսերեն միած շատ հիանալի բառ կա՝ աբիժնիգություն։ Գիտեք, տեսեք, հայերեն տարբերակ կա, չէ՞, վիրավորվածություն, բայց չէ, ռուսերենը շատ տիպիկ է բնութագրում այս մարդու ողջ էությունը, ինքը աբիժնիկ է։